Վաղարշապատի ավականու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած հաղթանակ դաշինքը վերցնում է ավականու մանդատները, ապացուցելու, որ դաշինքի անդամներն ավելի լավ են պատկերացնում Վաղարշապատի ապագան, քան ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիրը։ Ավականու կազմում մենք ներգրավվածությունը ունենալու ենք, թիմի որ անդամներով կունենանք դեռևս թիմում քննարկում տեղի չի ունեցել, բայց որ մանդատները վերցնելու ենք, անպայման վերցնելու ենք, քանի որ այդ 10,000 ձայնը 10,000 մարդով մեզ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի, համայնքապետարանում պետք է այդ մարդիկ ակտիվ մեր թիմի անդամները աշխատեն։ Սևակ Խաչատրյանը չի պատրաստվում քվեաթերթիկների վերահաշվարկի համար դիմում ներկայացնել, քանի որ կարծում է, չնայած բազմաթիվ ընտրախախտումներին, բուն ընտրական պրոցեսը նորմալ է ընթացել, բայց դիմում է ներկայացնելու նախընտրական պայքարի անարդար և անհավասար պայմանների համար։ Իր խոսքով ԿՊ-ն քարոզարշավի ժամանակ մեծ ծավալով վարչական ռեսուրս է օգտագործել։ Ամբողջ քվեարկության ընթացքում եւ օրեր առաջ փորձել եմ մարդկանց կոնտրոլ անել եւ քվեարկության ընթացքում եմ փորձել տարբեր մեթոդներով, տարբեր ստերով, տարբեր կեղծիքներով, ամեն դեպքում իրանց մոտ այդ պլանը կարծես թե աշխատեց։ Հաղթանակ դաշինքի առաջնորդի պնդմամբ ընտրախախտումներ միայն ընտրության օրը չեն եղել։ Այսինքն խախտում չէ, երբ որ հայտարարվել է ընտրության օրը, մարդիկ օրինակ մի անձի կրիշ են փոխում։ Հստակ կա տեսանյութը, մարդն ասում է, «Էս ինչ մարդն է կրիշս փոխում»։ Դա խախտում չէ։ Խախտում չէ, գիշերով ասֆալտի վրա ասֆալտ անել է կիլոմետրով։ Խախտում չէ, Արգավանդի ընտրությունից մի քանի օր առաջ Արգավանդի ասֆալտը քերել, բերել լցնել Վաղարշապատի փողոցներում։ Թե դրանք ուղղակի խախտումներ չեն։ Սևակ Խաչատրյանի խոսքով ընտրական արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել երկու համայնքների միացումը Վաղարշապատ խոշորացված համայնքին։ Պատահական չի համարում, որ ԿՊ-ի ձայների մեծ մասը ապահովել են հենց Խոյի բնակիչները։ Մի փոքր մեր թիմի համար նոր էր Խոյ համայնքը, մենք Խոյ համայնքի շատ բնակիչներ մեզ չէին, անձամբ ինձ չէին ճանաչում, որովհետև 5 սեչմիասնից եմ, սա նույնպես դեր խաղաց եւ իրենց կարծես թե այդ պլանը որ գծել են, այդ պլանով էլ շարժվեցին առաջ, բայց վստահ եմ Խոյ համայնքի բնակիչները շատ կարճ ժամանակ հետո զգալու են, որ իրենք ձայնը տվել են այն թիմին, ով տարիներով իրենց ուղակի հարկերի տուրքերի տակ է դրել, կեղեքել է, շարունակելու են այդ թիմը մեծ թափով շարունակելու այդ գործը։ Խոյ համայնքի բնակիչները կարճ ժամանակ հետո իրենք փոշմանելու են։ Խոյեցիները Սևակ Խաչատրյանի կարծիքով ձայն տալով ԿՊ-ին իրենց կամքից անկախ գործիք են դարձել իշխանության ձեռքում մայրաթոռը գրոհելու համար։ Ասում է ճիշտ դուրս եկան իր մտավախությունները, որ Վաղարշապատի ընտրություններում հաղթելու դեպքում ԿՊ-ի հաջորդ քայլը լինելու է մայրաթոռի վրա հարձակումը։ Նիկոլ Փաշինյանը դա ընտրությունների հաջորդ օրն առավոտյան հենց ինքը փաստեց, հենց ինքը Facebook-յան գրառման միջոցով ասեց, որ մենք նոր լիցքեր ստացանք հայ առաքելական եկեղեցու դեմ մեր պայքարը շարունակելու համար։ Իրենք հենց մայրաթոռը պաշտպանելու համար են որոշել վերցնել ավականիի մանդատները։ Իսկ ինչու ընդդիմադիր մյուս ուժերը, բացի Մայր Հայաստանից, զրկվեցին Վաղարշապատի ավականիում մանդատ ունենալու հնարավորությունից։ Ինչու նրանց չհաջողվեց շատ ձայներ հավաքել։ Սևակ Խաչատրյանը կարծում է, ընդդիմադիր մյուս ուժերը պետք է խորը մտածեն ու վերլուծեն, ինչու իրենց մոտ չստացվեց հավաքել ակնկալվող ձայների գոնե կեսը։ Յուրաքանչյուրը ամեն իրեն ընդդիմադիր համարող կուսակցություն, սա ինքը պետք է վերլուծի, ինքը պետք է հասկանա, որովհետև ազգային ժողովի համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշող ընտրությունները սարերի ետևում չէ։ Լիլիթ Գասպարյան, Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։